Մի հատ նկար եմ գցել Facebook-ում ամբողջ ֆրակցիայով խառնվեք լիգեր։ Հեսա վիդեոն միացնեմ ինչ կլնեք, այսինքն մի քիչ զուսպ եղեք, հարգելի գործընկերներ։ Անդրադառնամ հնչած ելույթներին, ես իհարկե ողջունում եմ այն տակտիկան, որ ընտրեցիք պարոն Մանուկյանը եւ պարոն Արշակյանը, իմանալով, որ ես ներկայացնելու եմ եզրակացությունը հանձնաժողովի եւ փորձեցի նախահարցակ լինել, որպեսզի հետագայում այդ տպավորությունների տակ չմնան, բայց դա իրականությունը չի փոխելու եւ մենք այս նախագծի քննարկումից հետո ես կներկայացնեմ այն աշխատանքը, որ մենք իրականացրել ենք։ Ինչ վերաբերում է մյուս մեղադրանքներին, հետ բերելու հետ կապված, ես ուզում եմ նախ տեղեկացնեմ, որ 2025 թվականին դատախազությունը հրապարակել է ցանկ, որով շուրջ 176 միլիոն 866 հազար դոլարին համարժեք, ուրեմն գույք պետք է, գույքի բռնագանձման պահանջ ներկայացրել, որոնց մեջ մտնում են մանկապարտեզներ, մշակույթի տներ, մարզադաշտեր, հուշարձան պուրակներ եւ այլն, այսինքն այդ որ տենց բարձր գոռում եք, ուզում եք տպավորություն ստեղծեք, որ դա չի արվում, դա արվում է, ուղղակի կներեք, որ մի քիչ ուշ ենք հեղափոխություն արել ու լիքը գործերով էլ ժամկետներն անցել է, մեր մեղավորությունը երևի դրանում է, որ ձեզ պես քաղաքական ուժերին ավելի շուտ չենք հեռացրել իշխանությունից։ Անդրադառնալով ժամկետներին 2007-ից 17 թվական եմ նշել, որովհետև թվերը դա են ցույց տվել, այսինքն այդ թվերին այդ գործարքներն եղել, բայց հանձնաժողովի գործունեության ժամկետը եղել է 1991-ից մինչև 2025 թվական, ընդ որում 2018 ենք նշել, բայց ազգային առաջընթացը առաջարկեց այդ ժամկետը սահմանել մինչև 25 թվական, մենք սահմանեցինք 25 թվական, բայց այդ տարիներին այդ օտարումները չեն եղել, եւ օտարումները եղել են 97-ից 2007 թվականներին, դրա համար այդ թվականներն են նշվել։ Բայց նույն նաև պարոն Թորոսյան, երբ որ խոսում եք, եկեք աշխատենք, կողքից լսեն տպավորություն կլինի, որ դուք ուզում եք աշխատեք, մյուսերը չեն ուզում, հանձնաժողովը ստեղծել էինք, չեկաք։ Մի անգամ պարոն Կուպացյանն ա եկել ու վերջ, այսինքն աշխատանքի ֆորմատը ստեղծել ենք, չեք եկել, հիմա եկել ասում եք դե եկեք աշխատենք, աշխատեք։ Մի խոսացեք, հետաքրքիր չի։ Դատելու հետ կապված, պարոն Հակոբյան, ասում եք, եկեք դատեք, միջև այդ ասում եք դատական համակարգը բռնաբարել եք, հետո ասում եք դե դատեիք 18 թվից հետո, այսինքն դուք պատկերացնում եք, sense պետք է գանք մի օրում բոլորը դատվեին, դա դատական համակարգի մասին ձեր պատկերացումները, ապօրինի գույքի բռնագանձման օրենքը ձեր ֆրակցիային էլ ոնց էր հասավ, չեմ ուզում շատ անձնավորեմ, որպեսզի այլ դաշտ չմտնենք, բայց ուզում ասեմ, այդտեղից պետք չի խոսալ էլի, որովհետև հաստատ մենք ավելի շատ խոսելու բան ունենք, մնացածը կներկայացնեմ արդեն հաջորդիվ զեկույցի տեսքով։